Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 918.6 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10.1%-ով, մասնավորապես ջեկերի արտադրությունը նվազել է 13.8%-ով եւ կազմել 325 միլիոն կիլովատ-ժամ, հեկերի արտադրությունն աճել է 81.5%-ով եւ կազմել 177 միլիոն կիլովատ-ժամ, հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրությունը աճել է 4.1%-ով եւ կազմել 336 միլիոն կիլովատ-ժամ, հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 82.8%-ով եւ կազմել 0.1 միլիոն կիլովատ-ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.3 անգամ եւ կազմել 78 միլիոն կիլովատ-ժամ։ Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում հարկային օրենսգրքում։ Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիկ ձկնատեսակի դեպքում կեռապատկվեն։ Հիմնական զեկուցող Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կիլոգրամ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոփոխությամբ կսահմանվի 200 դրամ։ Վճարման կարգում եւս փոփոխություն է մտցվել։ Նոր կարգավորմամբ, եթե քաղաքացին կամ տնտեսվարողն ունի կենդանական աշխարհի որևէ օբյեկտի օգտագործման իրավունք, ապա պետք է վճարի պայմանագրի կնքման ժամանակ, այլ ոչ թե օգտագործման դեպքում։ Նախարարը տեղեկացրել է, որ տարիների ընթացքում մեծանում է արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը։ Դա ցույց է տալիս, որ սիկ ձկնատեսակի պաշարները թույլ են տալիս կազմակերպելու այդ որսը եւ նաեւ ավելացնելու այդ քվոտան։ Պետական եկամուտների կոմիտեի ԱՏԳ մաքսային սպասարկման եւ հսկողության վարչությունում տեղի է ունեցել մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում քննարկում, ՊԵԿ զարգացման ծրագրերն ու մաքսային ոլորտում նախատեսվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են մաքսային միջնորդ կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մասնավորապես հանդիպմանը ներկայացվել են ՊԵԿ բարելավման եւ զարգացման ծրագրերը, ծանուցման համակարգի առավելությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ ՊԵԿ-ը հորդորում է մաքսային միջնորդներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները եւ ներկայացվող հայտարարագրերին կցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես մաքսային վճարների վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա կրճատել տվյալ ապրանքների բացթողնման ժամկետները։